Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է Rise 2026 խորագրով ռազմարդյունաբերական արտադրանքների ցուցահանդեսը։ Այստեղ ցուցադրված են միայն Հայաստանում արտադրված ռազմական արտադրանքները։ Ցուցահանդեսում ներկայացված նորարարական հսկայական նվաճումներին ծանոթացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դուք անցաք պետական փորձասին չհասրեցիք այսօր։ Բաստիոնից մեծ է, հա։ Գաբարիտից տարողունակությամբ տարողություն 10 տեղ, հա, պարոն։ Կարծում հետաքրքիր կլինի այդտեղից մի հատ։ Մերսի, հա։ Բաստիոնը ինչքան է տարողունակությունը։ 12 Վարչապետը նաև փորձարկեց զինտեխնիկան։ Ես ուզում եմ նաև ասեմ, որ այս նոր կուլտուրան, որ կա, այդ մեր իմացած BTR, BMP կարգի մեքենաներն են, որոնք հիմա կուլտուրան ձևափոխվում է անվավոր, տենց ավելի զինվորի համար հարմարավետ։ Ով անկերության ներկայացուցիչ է Ատլանտի։ Այս երբ է պետակ անունն ինչ է այս միջոցի։ Բեկաս։ Իսկ երբ է պետական փորձարկում անցնելու։ մոտակա ժամկետում Ամենամեծ ականան էդն է։ 120 մմ-անոց, չէ՞։ Փաշինյանը շրջեց տարբեր տաղավարներով։ Քանի որ արդեն մեր հրետանու հիմնական հարվածային ուժը 155 մմ է եւ շատերն են ասում 155 մմ, բա որտեղից է գտնելու, ով է ձեզ վաճառելու, նախ ով չի մեզ վաճառելու, այլ մենք ենք վաճառելու եւ մենք կերպով ավելացնում եմ մեծ պայմանագիրը կնքել ենք 155-ին էր վերաբերել։ ու չասենք թե ինչքանի թիվը չենք կարող ասենք, բայց կարծում եմ արդեն կարելի է կռահել։ Այս սրանք ինչերն են ձեր նախկին ականանետերն են 120 մմ-անոց։ Այսինքն մեր իմացած, մեր այն ունեցած, որ զորանդեսին էլ անցավ։ Մի րոպե, այսինքն 152 էլ եք արտադրում դու։ Միանշան, այո։ 152 կներեք, 152, 155, իսկ 122, այսինքն հրետանային 122-ը D30-ն է։ Հա, ամբողջ շղթան արտադրվում, ամբողջ շղթան, քանի որ ուժ գեցել ենք, հիշեցնենք, որ 172 միլիարդ նախորդ եռամյաներն էր, հաշվի առնելով նաև այս պայմանագիրը, արդեն որոշումը կառավարության պարոն Պապիկյանը կհաստատի 190 միլիարդ հասնելու։ Այսինքն 172-ին գումարում ենք 190 միլիարդ։ Առաջիկա 3 տարիների համար։ Վարչապետը նշեց, որ ժամանակ կար, երբ շատերը Հայաստանին զենք չէին մատակարարում։ Ու մենք մեծ արտադրություն դրեցինք եւ այդ ժամանակ որոշակիորեն, այսինքն մեր պաշտպանունակության առաջին շերտը որ դրեցինք, այդ հետո էր որ մենք ուրիշ քաղաքական որոշումներ կայացրինք այդ ամեն ինչը հասկանալով եւ արդեն միջազգային շուկա մտանք եւ այդ ժամանակա որ Եռամյա պայմանագրերի այդ որոշումը կայացվեց, որ մենք պետքա 170 միլիարդ դրամ մեր ռիսկով, որովհետև կարար ձախողվեր, ընկերություններին ուղղակի սենց փող ենք տալիս, ասում ենք արտադրեք։ Այս իմ ասած արտադրանքներն են, որ 2021-22 թվականներին, երբ որ մեր զենքի մատակարարումները փակել էին, որ մեզ նաև որոշակի որոշումներ պարտադրեն, մենք որոշում կայացրեցինք եւ բանակը լայնորեն սկսեցինք համալրել այս միջոցներով, այսինքն ինչ որ արտադրված է Հայաստանում, շեշտը դնում էինք Հայաստանում արտադրվածի վրա, միջև այն պահը, երբ որ որոշումներ կայացրեցինք եւ արդեն մնացածը տեսակ հանրապետության հրապարակում։ Բայց ասենք, որ շատ հզոր միջոցներ են։ Մենք իրանց նաեւ ժամանակին փորձարկեցինք եւ տեսանք, որ այո, իրանք ծառայելու են ներառյալ այս կարգի միջոցները։ Ընկերություններից մեկն էլ իր արտադրած սաղավարտները ներկայացրեց երկրի ղեկավարին։ Հիմա դուք այս զրոյից արտադրում եք, հա, զրոյից։ Այո, թույլ տվեք ստե արձակել։ Զրոյից արտադրում ենք։ Կեֆլար, սա։ Չէ, սա բարձր մոլեկուլային պոլիէթիլենն է, ավելի թեթև է կեֆլարից ու ջրի նկատմամբ էլ ավելի։ Էս էլ են բանը, էս էլ մեր ցավոտ հարցը, որը եւս լուծել ենք։ Վարչապետը հետաքրքրվեց, թե նման ցուցահանդեսները ինչով են կարևոր ռազմարդյունաբերական ընկերությունների համար։ Նախ ներկայանում են ծանոթություններ, համագործակցություն, բոլոր ընկերությունները հիմնականում համագործակցություն են աերոդինամիկ։ Այսինքն այս կարգի ցուցահանդեսները կարևոր են ձեզ։ Շատ կարևոր, շատ։ Նշվեց, որ հետագայում ցուցահանդեսը շարունակական կլինի։ Լիանա Խաչատուրյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։